Ինչպես գիտենք ու ինչպես տեսնում ենք, մեր երկրի շուրջ նորից շատ թեժ իրավիճակ է ստեղծվել, որը կարող է բռնկման եզրին բերել մեր ամբողջ տարածաշրջանը։ Կարող ենք անդադար խոսել այս դեպքերի մասին, բայց քանի որ այսօր մարտի 21-ն է Գարնան առաջին օրը, որոշեցի խոսել ճշմարտության մասին, եւ թե այն ինչ նշանակություն ունի մեզ եւ ընդհանուր առմամբ մեր շարժման համար։ Գաղտնիք չէ, որ Գարնան առաջին օրը հնագույն հայկական օրացույցում նաև նոր տարի էր։ Դրա համար կարծում եմ այսօր շատ հարմար օր է ճշմարտության մասին խոսելու, քանի որ ինչպես Գարնան առաջին օրը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, այնպես էլ ճշմարտությունը խորհրդանշում է լույսը ստերով լցված այս խավար աշխարհում։ Մեր շարժումը իհարկե էապես եւ բովանդակությամբ ընդհանրապես նման չէ Հայաստանում գործող որևէ քաղաքական ուժի, եւ վստահ եմ նրանք, ովքեր մեզ մի քանի տարի կամ նույնիսկ մի քանի ամիս հետևում են, համաձայն կլինեն ասածից։ Նման չենք ոչ միայն նրա համար, որ ամբողջությամբ անկախ ենք եւ որևէ կապ չունենք նախկիներից ու ներկաներից բաղկացած այս դավաճանական համակարգի հետ, այլև նրա համար, որ մեր շարժումը հիմնադրվել է մաքուր հայ ազգայնական գաղափարների վրա, եւ մեզ համար կարեւորը ոչ թե քաղաքական կոռեկտությունն է, այլ հենց ճշմարտությունը։ Մենք մեր ազգին վերաբերող ամեն արտաքին ու ներքին կարևոր հարցի շուրջ հայ ազգայնական դիրքորոշում ենք բռնում ու առանց վարանելու ասում ենք ճշմարտությունը, որովհետև դա մեր պարտքն ենք համարում, քանի որ ստելը հայ արիական էության մեջ չի եղել ու չի էլ կարող լինել։ Այս օրերին, երբ մենք օրեցօր մոտենում ենք կրկեսային ու խայտառակ նոր ընտրություններին, ավելի ակնհայտ է դառնում մեր քաղաքական դաշտում գործող դավաճանությունը եւ ավելի անտանելի են դառնում տարբեր քաղաքական մարմնավաճառների ստերը։ Նրանք հենց խորհրդանշում են այն խավարը, որը ծածկել է մեր ամբողջ երկիրը։ Սակայն մենք որոշել ենք ճշմարտությունը խոսել, որովհետև մենք մեզ միայն քաղաքական գործիչներ չենք համարում, այլ նաև ճշմարտության ասպետներ։ Այսօր, երբ քաղաքականությունը հաճախ վերածում է շահերի խաղի, մեզ անհրաժեշտ է նման նոր ասպետություն, որպեսզի քաղաքական գործիչը հանդես գա ոչ թե որպես ժամանակավոր պատահապաշտ դերակատար, այլ որպես հավերժության զինվոր, առաջնորդված ոչ թե անձնական շահով, այլ ազգային գաղափարներով, մեծ հեղակրոն հավատով։ Ճշմարտության ասպետը միայն քաղաքական մարտիկ չէ, այլ նաև մեր սուրբ արիական արժեհամակարգի պահապանն է։ Նա կանգնած է ազգի ու պետության միջև որպես կամուրջ, որպես երաշխավոր, որ իշխանությունը իր ամբողջ ուժով արժանապատվորեն կծառայի հայրենիքի ու անկախ պետականության շահերին։ Ճշմարիտ ասպետությունը սկսում է այնտեղ, որտեղ ավարտվում է եսասիրությունը, իսկ երբ մեր քաղաքական գործիչները ճանաչեն իրենց պարտականությունները եւ առաջնորդվեն ճշմարիտ ասպետությամբ, նրանց վարած քաղաքականությունը կդառնա ոչ թե բաժանման, այլ համախմբման ուժ։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ստերը ամենուրեք են եւ որտեղ ցավոք սրտի ստելը դարձել է նորմալ երևույթ։ Այն աստիճանի է սուտ ասելը ընդունելի դարձել, որ մարդիկ կարծում են քաղաքական գործիչը պետք է սուտասան լինի։ Եվ երբ մի քաղաքական գործիչ է հայտնվում, ով սկսում է ճշմարտությունը խոսել, նա տարօրինակ, ծայրահեղ կամ անլուրջ է համարվում։ Ահա սա ցույց է տալիս, թե մեր հասարակությունը եւ ամբողջ քաղաքական դաշտը որքան հեռու է ճշմարտությունից ու արդարությունից։ Այս ստերը մեզ շարունակում են պահել պատրանքի մեջ եւ այդ պատրանքը վերացնելու միակ ձևը առանց վախի ճշմարտությունը բարձրաձայնելն է։ Եվ մենք որպես այս հակազգային նեոբոլշևիկյան համակարգից դուրս ու այս համակարգին ամբողջությամբ դեմ ազգայնական քաղաքական շարժում պարտավոր ենք ճշմարտությունը խոսել։ Ասեմ ավելին, մեզ համար ճշմարտություն խոսելը ոչ միայն պարտականություն է, այլև առաքինություն, որը մեզ համար ճանապարհ է բացում դեպի արդարություն եւ վեհություն։ Մենք մեզ հեղափոխականներ ենք համարում, որովհետև այս ստերի դարում ճշմարտություն խոսելը իրոք հեղափոխական գործողություն է։ Այսօրվա Հայաստանում շատերը քնած են, որովհետև ապրում են հարմարավետության մեջ կամ զբաղված են իրենց առօրյա հոգսերով։ Նրանց հեշտ է կերակել կեղծիքներով, քանի որ ճշմարտությունը ցավոտ է, իսկ նրանք ցավից խուսափելուն են սովորել։ Բայց մի ազգային շարժում, որ ցանկանում է իրական հաղթանակ բերել եւ իսկական վերածնունդ առաջացնել, չպետք է հետևի այդ քնի մեջ ընկած բազմությանը։ Այն պետք է բարձրանա եւ կառուցվի միայն մեկ բանի վրա՝ ճշմարտության։ Առանց ճշմարտության չկա ուժ եւ առանց ուժի չկա միասնություն եւ առանց միասնության չկա փրկություն։ Մի շարժում, որը խուսափում է ճշմարտությունից,
Ժողովրդին դուր գալու կամ հեշտ ճանապարհով գնալու համար գուցե ամբողջ կհավաքի, բայց ազգ երբեք չի կառուցի։ Գուցե այսօր ծափահարում են, բայց վաղը դա կդառնա դավաճանություն։ Մեր ժամանակակից պատմության ընթացքում բազմիցս ենք տեսել այս օրինակը։ Քաղաքական մարմնավաճառներ, ովքեր կես խոսքեր են տվել ու սին հույսեր փայփայել, արհամարելով ճշմարտությունը, եւ այդ կերպ մեզ տարել են դեպի խայտառակ պարտություն եւ հիմա տանում են համընդհանուր կործանման։ Ճշմարտությունը յուրաքանչյուր իսկական ազգայնական շարժման հիմքն է։ Այն ցույց է տալիս, թե ով ենք մենք, որտեղից են գալիս եւ ինչպիսին պետք է դառնանք։ Այն բացահայտում է ստերը եւ պահանջում է կարգապահություն եւ զոհողություն։ Այդ պատճառով էլ մարդիկ այն մերժում են, բայց հենց դրա համար է անհրաժեշտ։ Ոմանք կասեն, բայց հիմա ժողովուրդը ճշմարտություն չի ուզում։ Թող ասեն, մենք այստեղ չենք ժողովրդին հաճոյանալու եւ կես խոստումներ տալու։ Մենք այստեղ ենք արտնաստելու եւ ճշմարիտ ու հավիտենական ճանապարհը ցույց տալու համար։ Ճշմարտությունը զենք է, որը կոտրում է պատրանքները եւ այն կոփում է ազգի հոգին ապագա փորձությունների համար։ Եվ միայն ճշմարտության վրա հիմնված շարժումը կմնա կանգուն, երբ մյուսները փլուզվեն գալիք մեջ ճգնաժամին, քանի որ կեղծիքը իշխում է պատրանքի ժամանակ, իսկ պատրանքի պատրվելու դեպքում ճշմարտությունը հաղթանակած է դուրս գալիս։ Հարկավոր եմ համարում այստեղ մեջ բերել Նժդեի շատ դիպուկ խոսքերը։ Ճշմարտությունը կդասիրակի արին ու ազնիվը, պարտություն, ստրկություն, տառապանք, ահա կեղծիկին հարկատու ժողովուրդների ճակատագիրը։ Ճշմարտությունը ընդհակառակը կհզորացնի ու կփրկի, դարձնելով ազգերին հաղթական։ Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման, երկրորդը կրկնենք իմաստունի հետ, ամենամեծ աստվածությունն է, որ բնությունը հայտնաբերել է մարդկության համար եւ օժտել այն ամենամեծ ուժով։ Ճշմարտության մեջ ապրող անհատի եւ հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիկի մեջ խարխափողինը, ավազի վրա մեջբերման ավարտ։ Կարճաժամկետում կեղծիկը գուցե ապահով թվա, բայց երկարաժամկետում այն մահացու է։ Կեղծ շարժումը երբեք չի կարող բերել իրական բարգավաճում։ Ապագա անկախ միացյալ հզոր Հայաստանը կարող է կառուցվել միմիայն ճշմարտության հիմքի վրա, ասված համարձակությամբ, ապրած կարգապահությամբ եւ պաշտպանված կրքով ու անկոտրում կամքով։ Թող ուրիշները վազեն հարմարավետության հետևից, թող մյուսները ստեն անցողիկ հետևորդներ հավաքելու համար, իսկ մենք ընտրում ենք ճշմարտությունը եւ գնում ենք մեր միակ ճշմարիտ ուղիով, որովհետեւ գիտենք, առանց դրա հզոր ազգային շարժում չեն կարող կառուցել եւ առանց այդ հզոր ազգային շարժման մեր հայրենիքի ու անկախ պետականության համար փրկություն չի կարող լինել։ Շատերը մեզ հետևելով վստահ եմ կմտածեն, թե ինչու ենք մենք մեր սակավաթիվ ռեսուրսներով շարունակում մեր գործունեությունը քաղաքական դաշտում, քանի որ մեր հաջողությունը մեծամասնության համար այս պահին անհնարին կթվա։ Լիովին հասկանալի է, թե ինչու այդպես կկարծեն։ Սակայն ես հավատում եմ, որ ճշմարտության ու ամուր կամքի վրա հիմնված փոքրաթիվ շարժումը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ հաջողություն կունենա, քան միայն կեղծիկների եւ փողի վրա հիմնված մեծաքանակ ամբովանդակ փուչիկ շարժումները։ Ես հավատում եմ դրան, որովհետեւ ճշմարտություն խոսելը ոչ միայն պարտականություն ու առաքինություն է, ինչպես արդեն նշեցի, այլև դրա մեջ թաքնված ուժ կա, որը շատերը թերագնահատում են, կարծելով թե ճշմարտություն ու քաղաքականությունը պետք չէ իրար հետ ինչ-որ կապ ունենան։ Սակայն դա իրականում սխալ եւ դեպի կործանում տանող մոտեցում է ցանկացած քաղաքական շարժման համար։ Կեղծիկների վրա հիմնված քաղաքական շարժումը նման է ստերի վրա հիմնված ամուսնության։ Հետևաբար ազնիվ ու լուրջ քաղաքական գործիչը, հատկապես քաղաքական առաջնորդը, ով ուզում է իր ժողովրդին ցույց տալ ճիշտ ճանապարհը, պետք է ոչ միայն կարևորի ճշմարտությունը, այլև այն դարձնի անհրաժեշտություն, անկախ նրանից, թե որքան դառը չընդունված ու քաղաքականապես ոչ կորեկտ լինի այդ ճշմարտությունը այս պահին։ Ճշմարտություն ու առհասարակ ճշմարիտ ուղին միայն մեկն է լինում, ինչպես մաթեմատիկայում կարող են լինել բազմաթիվ սխալ պատասխաններ, բայց միայն մեկ ճիշտ պատասխան։ Եվ ես խորապես հավատում եմ, որ այն ուղին, որով անցնում է մեր շարժումը, հենց այդ միակ ճշմարիտ ուղին է, այդ միակ հավիտենական ճանապարհը, քանի որ մեզ համար ճշմարտությունը բարձրագույն արժեք է։ Ես նախկինում շեշտել եմ եւ կրկին կշեշտեմ, մեր ուղուց բացի այլ ուղի չկա, կա միայն մեկ ճշմարիտ ու հավիտենական ճանապարհ, եւ դա հենց հոսանքի ճանապարհն է։ Այնքան եմ հավատում դրան, որ կյանքումս առանց որևէ պլան B ունենալու շարունակում եմ անցնել այդ ճանապարհով, զոհաբերելով իմ կարիերան եւ միայն քաղաքականությամբ զբաղվելով։
Նույնիսկ եթե փորձեմ, չեմ կարող ուրիշ բանով զբաղվել։ Առանց նման հավատի եւ ռիսկի դիմելու մենք երբեք չենք կարող ճշմարտությունը հասնել հաղթանակի։ Երբ պատերազմից վերադարձա եւ հիմնադրեցի մեր շարժումը, ինքս ինձ խոսք տվեցի, որ կքարոզեմ միայն ճշմարտությունը, փորձելով հայ ազգայնականներին համախմբել հենց այդ ճշմարտության շուրջ, անկախ նրանից, թե որքան դժվար կլինի այդ աշխատանքը եւ որքան վիթխարի կլինի նման պատասխանատվությունը։ Ինքս ինձ ասացի, որ նույնիսկ եթե հաջողության հասնելու 1% հավանականություն լինի, ես կդիմեմ այդ քայլին, քանի որ ճշմարտության ուղուց զատ ինձ համար բոլոր մյուս ուղիները ոչնչացման ճանապարհներ են։ Ի վերջո, մենք այս պայքարի մեջ ենք, որովհետև ազգայնական լինելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող լինել եւ պայքարելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Երբ այդ տեսանկյունից ենք այս ամենը դիտարկում, մեզ համար հոդս են ցնդում թերահավատությունը բոլոր կասկածները։ Այդ է պատճառը, որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը առանց նայելու, թե որքան դանդաղ կամ արագ կլինի մեր առաջընթացը կամ որքան երկար կտևի հաջողության հասնելը։ Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք, քանի որ ուրիշ ոչ ոք դա չի անելու, եւ անցնում ենք այս ճշմարիտ հավիտենական ճանապարհով, որովհետեւ ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի անցնելու ու չի էլ կարող անցնել։ Մենք միայն քաղաքական շարժում չենք կառուցում, մենք պատմություն կերտելով հավերժության գործընթացի կարևոր մասն են կազմում, գործընթաց, որը երկարաժամկետ հեռանկարում մեր ազգին բերելու է զարգացում, մեր հայրենիքին բարգավաճում եւ մեր պետությանը փառահեղ հաղթանակ։ Մենք մեր ճշմարիտ շարժումը առաջ կտանենք, քանի որ խավարի մասին բողոքելու փոխարեն որոշել ենք մեկ մոմ վառել եւ այս դժվար ու մշուշոտ ժամանակներում մեր հայրենակիցների մեջ արտնասնել ապագայի հանդեպ հույսն ու հավատը եւ բարձրացնել մեր ողջ ազգի մարտական ոգին, քանի որ դա է փրկության վերածննդի միակ ճանապարհը։